Արցախահայության նկատմամբ այս ատելությունը, որ գեներացվել է, եղբայրը ատում է այսօր։ Մենք իրար այսպեսի այս մթնոլորտն ով է ստեղծել։ Սա ինչ երկիր է, ինչ արժեքների երկիր է։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ասում են, հետո արդարանում են, թե մենք այդպես չենք ասել։ Հարցը ինչի ասեք, տեղի անոց է։ Կասկածներ եք հարուցել, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքում, այդ ինչ դիսկուրս է ընդհանրապես։ Ում համար է այդ դիսկուրսը։ Բայց այս պարակտումը նոր չի բազմաթիվ բաներ, խոսում արժեքային բաների մասին։ Արժեքային այս պայքարը սկսվել էր դեռևս մի քանի տարի առաջ, այսինքն 2018 թվականին չի այդ ծիլերը եւ արմատները եղել։ Մինչեւ այդ էլ նույն մեդիայով, նույն Իսկ պարակտումը անպայման չի բոլորը համակարծիք լինեն, բայց անելուն ձև կա, ասելիքը տեղ հասցնելուն ձև կա։ Հայհոյում է մեր երկրի վարչապետը, Անի ջան, հայհոյանք է գրում, հետո մառատորիա հայտարարում, դուք նրա զբաղվածության աստիճանը եւ գլխի պարունակությունը, բովանդակությունը պատկասում եք ինչի մասին է։ Հայհոյանք գրեմ թե չէ, մառատորիա անեմ։ Դու նրա օրը 24 ժամ ունի, Անի ջան, դե մարդ զբաղված է հայհոյան գրելով։ Հետո որոշտով եկեք չգրենք, հետո բայց այս բառը հայհոյանքա թե չէ, կարքին հաղորդումը օրինակ ինչով է զբաղված ընկեր ջան։ Քո գործն ի՞նչ է։ Ոնց կարելի է այդպիսի վարչապետ ունենալ, ես ամաչում եմ։ Ես ամեն օր արթնանում եմ, ամաչում, որ էլի ապրում եմ այն երկրում, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։